Սիրուն ջան, պարկել ես։ Իսկ ինձ սիրուն տղայա, պոչիկն ա շարժում։ Հովա։ Ահագին ժամանակ ներսներ, բարձրանում ա պահարանին, բարձր պահարանի ամենավերևը պարկում ա։ Շորերին ես նայում։ Հա, իսա կհավաքեմ, չոր են արդեն։ Իսա կհավաքեմ, Քսենի։ Նստել եմ այստեղ դրսում, հովին, վլոգս եմ մոնտաժում, Քսենյան էլ դուրս էր ուզում, ասեցի մոտը մնա, որ հանկարծ փախնելու փորձեր չանի։ Դե դու պարկի ես իմ վլոգը մոնտաժեմ, հա? Հա, սիրուն ջան։ Մի հատ կնայես ինձ, քո սիրուն աչքերը տեսնեմ։ Չէ՞։ Այս ինձ սիրուն տղայա։ Երազում ազատության մասին, բայց չգիտի, որ կարա վտանգավոր լինի իր համար։ Չէ, Քսենի։ Մի քիչ էլ հովանա, նոր էս բույսերը կարելի ա ջրել։ Բայլուս ժողովուրդ ջան։ Այսօրն էս լավ առավոտ ա բացվել։ 21 աստիճան, հով, զով, անգամ մի քիչ սառնա։ Հանկարծ նկատեցի, որ այս ծաղիկները բացվել են։ Ու տարբեր գույների են։ Ինչքան սիրուն ա մեջը։ Մի հատ էլ դեղին գույն կա։ Ինչքան սիրուն ա, չէ՞ այս մասը։ Գեղեցկություն։ Օրը շաբաթ ա։ Ջերմաստիճան այնքան ա իջել, հիմա մրսում եմ։ Մի հատ իբր բարակ ժակետ եմ վերցրել։ Մայկա շորցիկով գնում եմ գործի, բայց գործի համար սև զգեստ վերցրել եմ, էլի հետս։ Չէի մտածում, բայց լավ ցուրտ ա։ Իսկ կարելի էր բաճկոն վերցնել, երկար շալվար վերցնել։ Արա գնամ, ինձ անձրևել կգա։ Ոչ էլ զոնցիկ եմ վերցրել հետս։ Այսօր կենտի տոներն են սկսվում, հաստատ լիքը մարդ կլինի, տրամվայի մեջ էլ լիքը տուրիստներ կային, այնտեղ կենտրոնում էլ հաստատ լիքը մարդ կլինի, այնտեղ անցուդարձ անելը շատ դժվար ա, հատկապես իրիկունը գործից հետո ինքան լիքը մարդ ա լինում, որ անցուդարձ անել չի լինում, տրամվային էլ չի գնում այս քանի օրը, չի գնալու այս 10 օր այս տոնի օրերին, որ գնամ են մոտիկ կանգառը, հետո տրամվայով գնամ, կողքի քաղաք աշոտը գա տանի։ Երեք նորություններն էի լսում, Գերմանիայում մաման երեխին մեքենայով տարել ա մանկապարտեզ, ու ինքը 10 ամսական երեխին տարել ա մանկապարտեզ, ու ինքը գնացել ա գործի։ Գործը վերջացրել, գնացել ա մանկապարտեզից երեխին վերցնի, ասել են, որ երեխին այսօր մանկապարտեզ չի եկել։ Ասել ա, ոչ չի եկել, ես եմ բերել։ Ու հետո պարզվում ա, որ երեխին մեքենայի չի իջացրել, թողել ա մեքենայի մեջ փակ պատուհաններով այդ շոքին 6-7 ժամ հետո նոր փաստորեն բան ա եղել, այդ գնացել տեսել ա, շտապօգնություն, վերջ ոստիկանություն են կանչել, երեխին արդեն, բայց ուշ ա եղել, երեխին արդեն մահացել ա, այդ շոքին պատուհանները փակ, արևն էլ մեքենայի վրա է ընկել, կարճ ասած շատ ցավալի դեպք էր, շատ վրաս ազդեց, որ լսեցի։ Մինչև էստեղ հավաքել են այդ, նայեք, խանութներ, բաներ են բացել, տաղավարներ են դրել։ Պատրաստվել են լավ։ Եկեղեցու գմբեթն է, վերևնել են զարդարել։ Փակ այս կողմից պետք է գնամ շրջանցեմ։ Տեսնեք, սուպերմարկետի դիմացն էլ են փակել։
հակառակը, այս իրանց տոներն ու եղանակն էլ խառնեց։ Այստեղ էլ բեմ բան են սարքում, համերգներ էլ ա լինում։ Հատկապես Իսպանիայից են շատ լինում տուրիստներ։ Լսում եմ իսպաներ են, որ անցնում եմ։ Այս խանութը վերանորոգել վերջացրել են, այս արդեն բացել են։ Կարելի է առաջիկայում մտնել։ Այստեղ էլ վիբրա են բացել, Իսիպարի կողքը վիբրա են բացել։ Այս կողմում էլ Սիենան է։ Լավ գնացինք։ Ցուրտ է գնացինք, մրսեցի։ Այստեղ էլ մեքենան ու փղիկը։ Մեքենան երև պետք է խաղարկեն։ Տրամվային է գայս։ Այս հենց աժյոտաժ է այստեղ։ Այս կողում մեզ հայտնի կոնֆետներն են վաճառում, այնտեղ էլ կարաոկե է։ Այսօր խանութ հաստատ շատ մարդ կգա։ Չնայած եղանակը ինքան կարևոր է, եթե եղանակը ցուրտ է, մարդիկ այդքան դուրս չեն գալիս։ Տեսնենք ինչ կսպասվի այսօր մեզ խանութում, բայց այստեղ այս Կորեն մարքտում ուժեղ աժյոտաժ է լինելու։ Աշոտին ասում մենք էլ գնանք այսօր մի օր գոնեկանք։ Չնայած գիտեք հիմնականում ոնց է, քայլում են մարդիկ, ուտելու խմելու բան են առնում, ուտեց քայլում են։ Այստեղ տոնը այդ ձևը։ Այդտեղ նստում են, ռեստորան, սրճարան։ Ամեն դեպքում որ ձեզ տոնական մի բան է լինում, ատմոսֆերա է, տոնական ինչ միջավայր, տոնական միջավայր է լինում։ Այդպես Շորժ ջան, ասեմ որ ես հիմա մրսում եմ, բայց չի ուզենա հիվանդանամ ամոթային օրն էի բժշկի գնացել, մի հատ նորից գնամ ասեմ հիվանդացել եմ։ Չի պատկերացնում, որ այսքան ցուրտ կլինի։ Կտրուկ է իջնում ջերմաստիճան։ Այստեղ կամ կտրուկ իջնում է, կամ կտրուկ բարձրանում է։ Մի անգամից կարող է 9-10 աստիճան կամ ավել, կամ 14-15 աստիճան փոփոխություն։ Տարբերություն կա ջերմաստիճանը։ Բայց ես արդեն հասա։ Խանութից դուրս եկավ, ես նկարելով գալիս եմ։ Այդպես։ Ամեն կողմում երկա միջոցառումը հազիվ անցել եմ, ինքան շատ մարդ կար, ուսամ տրամվայի չեմ ուշանա։ Այս փողոցով որ անցնում եմ, նկատում էի, որ նախկինում որ անցնում էի, ոնց որ գոզահոտ կար, մեզի հոտ կար։ Հիմա նայեմ ցուցանակ են կպցրել ու գրել են տուգանք 120 եվրո, եթե այդպիսի բան անեն։ Ես ինչ խցանում է։ Ահա այս տրամվային երևի կհասցնեմ ես։ Ճանապարհ դեպի Տերնած, ժողովուրդ ջան, բարի լույս ես։ Բարի լույս ժողովուրդ ջան։ Այսօր Աշոտը սկսեց վլոգը։ Արդեն սովորել է, որ հեռախոսը պահում եմ, արդեն ինքը գիտի, որ սկսում է, եթե իհարկե տեսնում է, որ հեռախոսը պահած է, նկարում եմ։ Գնում ենք հայկական խանութ լավաշ առնենք։ Կանաչի առնենք։ Կանաչի, ինչ կանաչի։ Խարղին կմեր։ Հայկականն է քեզ թվում է։ Դժվար հայկական լինի։ Համեմ ու բանը ինչ անի։ Հա, բայց հայկական չի այ մարդը։ Ինչև է, գնայինք էլի խանութը արդեն։ Մեր մոտ այնքան լավ եղանակ է, 19.5 աստիճան, այնքան հաճելի եղանակ է, լավ է, մեր շոքերը ոնց որ թե անցան։ Պարզվում է Բելգիայում այս շոքերի պատճառով 1200-ից ավել մարդ է մահացել։ Ես Ֆրանսիային լսել էի, Բելգիայի մասին չէի լսել, երեք նայում էի TikTok-ում, մի հատ բելգիացի պատգամավոր կա, պարլամենտի, միշտ հետևում եմ իրան, շատ արդար, շատ սենց մեր շահերից բխող բաներ է խոսում միշտ,
երեք ինքն ասեց, ասում է այսքան մարդ է մահացել, նախարարն ասում է մի հատ այդ մասին խոսացիք, ասում է ոչ մեկ չիմացա, որ Բելգիայում այդքան մարդ է մահացել։ Եթե ասում է բան զինվորական կամ ոստիկանության աշխատող լիներ, հիմա ասում է ես ինչքան գումարներ էիք դուրս գրելու, բան անդադ այդ մասին էիք խոսացել։ Հիմա ասում է ոչ մեկ չիմացա, որ այդքան մարդ է մահացել Բելգիայում։ Հիմնականում մոտ 600 հոգին ծերանոցի, այսինքն ոչ թե ծերանոցի, այլ 80-ից մարդիկ են եղել, դե մնացածն էլ չիմացա, երևի կարող է ինչ-որ քրոնիկական հիվանդություններ ունեցողներ են եղել, չնայած գիտեմ, որ Ֆրանսիայում անգամ երիտասարդներ էին մահացել շոկերի պատճառով։ Հետո մի քիչ էլ անխելք են եղել, որ այդ ջերմաստիճանի տակ, բարձր ջերմաստիճանի տակ իրանք էլ են ման են եկել, ինչ են արել, այդպիսի բաներ կան։ Դե չես մանա, ուր են ման եկել։ Օրինակ մարդիկ աշխատել են նաև դրսում, այդ էր քննադատում, ասում այդ ջերմաստիճանի տակ, ասում այդ շոկի դուրսը մարդիկ աշխատում են, ասում դու կարաք աշխատեք։ Այնքան լավ քննադատում են նախարարներն էլ ասած գլուխները կախ լսում են, էլի պատգամավորների քննադատությունը, բայց քննադատում են ոչ մի անձնական վիրավորակ չեն հասցնում, ուղղակի ասած կոռեկտ քննադատում են։ Որ մի քանի անգամ Հայաստան կոմանդիրովքի գնան կան, իրանք էլ կսովորեն էլի երևի։ Անձնական վիրավորակ հասցնում։ Ես նորից ասեմ ժողովուրդ ջան, որ այս Արևմտյան Հայաստանի մասին տեսանյութերը որ դնում եմ նայում եք, ձեր հարցերը մենք չեք անտեսում։ Այդ հարցերը ուղղակի ուզում եմ բոլոր վիդեոները դնեմ, նայեք, մնում է մի վիդեո այդ մասին, մի տեսանյութ։ Այսօր դրա վրա ենք հենց աշխատելու։ Սա այդ 1 կամ 2 բավականին լավ կադրեր կան, ես կցանկանամ որ տեսնեմ մանավանդ վերջի օրերը, որ մենք վանում ենք հասկացրել եւ հետադարձը երևի 2 վիդեոյով կավարտենք։ Հա, որ շատ երկար չլինի, 2 վիդեոյով կավարտենք ու մի հատ էլ կադրադառնանք հարցերին կպատասխանի Աշոտը։ Այդ ուղղակի ասում եմ, ասենց միջանկյալ ասեմ, որ հանկարծ չմտածեք հարցեր եք տվել ու անդրադարձ չկա, չեք պատասխանում։ Երկար է ստացում, բայց շատ հետաքրքիր է, հնարավոր չէր կրճատելը։ Չի, կարծում եմ, որ մարդիկ շատ մեծ հետաքրությամբ էլ նայում են, կրճատել պետք է չի, այդքան էլ տանջվել նկարել ես, որ ցույց տանք ու սիրով նայում են մարդիկ, ես իրանց մեկնաբանություններից տեսնում եմ։ Մի քիչ էլ որ որակը լավ չի կներեք։ Հաջորդ անգամ խոսք եմ տալիս, որ ավելի լավ կնկարեմ, Սվետլանան բավականին ասել է, ոնց նկարեմ, որ ավելի լավ կադրեր ստացվի։ Վերապատրաստվում եմ մոդը, ճիշտ է։ Ինչևէ հարցերին անդրադառնալու ենք, ես ուղղակի այսպես եմ դնում, մի հատ վլոգ եմ դնում, հետո մի հատ այդ տեսանյութերից եմ դնում, այդպես է ստացվում էլի, որ ժամանակ ունենամ այդ տեսանյութերը մշակեմ, մոնտաժը։ Այնպես որ դեռ 2 հատ տեսանյութ ձեզ սպասվում Արևմտյան Հայաստանի մասին։ Հետո այնտեղ ուզում եմ նաև ասեմ, նորից ասեմ այն մարդկանց, որ նայում են, Աշոտը պատմաբան չի ու ինքը ինչ ասում է կամ իր իմացածը կամ ինչ որ լսել է այնտեղի հայերի, քրդերի այդ շփումից ինչ որ ասում է, նաև ոնց որ այդ մարդկանց ասածներն է ասում է, լինե չէ որ ինքը պատմաբան չի, որ սենց ճշգրիտ բանով պատմական անդրադարձ անի ու ասի։ Այնպես որ այդ էլ մի քիչ բռնումով մտնում եմ մոտեցեք, եթե դուք գիտեք ավելի ճիշտ իրադարձությունները դեպքերը, խնդրեմ դուք գրեք, մենք էլ կարդում ենք ու շնորհակալ ենք լինում։ Հա, ավելի խոշոր գիլասա։ Ես շատ սիրուն են ես նորես, Հայաստան վերնիսաժում նայեցի չգտա։ Այնքս ինչ է։ Բանջարեղեն է, բաղաձոյացված։ Ոնց որ սմբուկ բան է։ Այս կողմ ձկներն են, մարմնացված ձկներ են, տալստալոբիկ, կիլոն արժի 12 եվրո, սկումբրյան 17.50 Ոնց
կատնաշոր օգոստոսի 9 Ուրց, այս վերջն է։ Չայը։ Ուրց, հա, էսի լավ բան։ Աղացած սև պղպեղ։ Կարմիր էլ կարելի է մի անգամից մի հատ էլ վերցնել, նայեմ կծուչի չէ, չէ քաղցրը։ Սրանք խմելի սունելի, սրանք ունեմ ես մնացածից։ Հեսա երկու ձևի կա, խմելի սունելի։ Այստեղ ինչա իկրա։ Հա, սրանք հայկական չեն։ Այստեղ հայկական կոնյակներն են, Արմենիան կոնյակ, արժի 115 եվրո։ Իսկլա սիրուն են ուղակի։ 2 լիտր մեջը 80 եվրո արժի։ Ես էլ ես հայկական բաներից են մոտիվներով սեղանի սփռոց բանեն։ Հարտիներ ոսկեված։ Հարտին, այս նարդին արժի 130 եվրո, այս մեծը։ Սրանք կարող վաճառքի համար են դրած դեկորացիաները։ Սրանք այս մի ճյուղը արժի 15 եվրո։ Սրանք վերնիսաժի նռերի նման նռեր են, բայց ավելի մեծ։ Սել խաղողը, ոնց որ բնական լինի։ Սրան բաներ են։ Խորոված են անում էլի, հոտը անուշ գցել են։ Խորոված, որպես խորոված գնենք, պետքա ժամուկես սպասենք, այսինքն պետքա պատվիրել նախապես, էդ էլ նոր իմացա, որ ժամուկես առաջ պետքա պատվիրել, որ գան վերցնեն։ Գները դե բաներ կան էժան են, բաներ կան թանկ են, օրինակ այդ դեկորացիոն ծաղիկը, նուրը, նախկինում վաճառքի չունեին, այս անգամ կար։ Էսի մենք առանք 17 կիլո Կիլասը։ Կիլասը, հա։ Համատաբար 8 եվրո է, 8 քանիս։ 8, բայց հա։ 4000 կազմ։ Դե բայց սուպերմարկետում 12 եվրո էր կիլո։ Այսինքն համատաբար էս ավելի էժան էր։ Հայաստանի հետ համեմատելի չի։ Դե Հայաստանի հետ ինչ համատես, այդքան ծախսեն անում բերում են։ Բնականաբար թանկ է այստեղ։ Ռուսները ու ուկրաինացիներ շատ են գալիս։ Հետաքրքիր մյուս օրերն էլ են գալիս, թե մենակ այսօր օրը կիրակի է։ Նորերն էլ են շատ գալիս։ Ավելի շատ շաբաթօրերն են ստե գալիս։ Բայց տեսնում ես, մենակ հայկական չի, ռուսական, լիքն է, ուզբեկ, որտեղից ասես ապրանքներ կա, լեհական, ուզբեկական։ Բայց ուզբեկական ինչ կարես չնա։ Հա, ես տեսա։ Այն սիրուն դեկորացիոն նուրը որ կար, նախկինում իրանց մոտ դրած էր որպես դեկորացիա։ Ես մի անգամ հարցրել էի, ասել չէ, չենք վաճառում։ Այս անգամ արդեն վաճառքի համար էլ կար։ Մի հատը, մի ճյուղը արժեր 15 եվրո, որ առնես մի հատ չես առնի, հաստատ ծաղկամանի մեջ մի քանի հատ պետքա դրվի։ Այդ դրակինը մի քիչ չափազանց բարձր էր։ Նարդիները 130 եվրո, ավել են մեծերը։ Դե հա, բնականաբար աշխատանքը ծախսեն անում բերում են։ Հայաստանում չենք նայում, էս պետք չի, մենք ունենք նարդի, ուղղակի։ Ինչևէ, ժողովուրդ ջան, հիմա ոնց որ ամենտեղ նաև այստեղ գները լավ բարձր են, հայկական
խանութում։ Ես գիտեմ, որ շատ հայեր չեն կարողանում հայկական խանութ, չեն գալիս հայկական խանութից առևտուր անեն զուտ դրա համար, որ գները շատ բարձր են։ Դե բնականաբար ծախս են անում, բերում են, ճանապարհածախսաբանը, բայց դե շահույթը ինձ թվում է մի քիչ շատ են հետապնդում, դրա համար էլ գները շատ բարձր է լինում։ Ծիրանի կիլոն վաճառվում է հայտարարություն է գրած էր։ Քանից է։ 13.50։ 13.50 են վաճառել, դե չկար հիմա։ Ծիրանը արդեն չստանալու են, գրված էր որ ստանալու են նորից։ Բայց Հայաստանում արդեն ծիրանը վերջանում է, չէ։ Չէ, նա այստեղ կա որ նկարում են։ Բայց հենց երեկաննաս ասում էր արդեն ծիրանը վերջանում է, վերջացել է։ Հիմա ասենք արդեն աշտարակի տարածքում նոր հասնում։ Հա, այդ կողմերի ծիրանը։ Ես լսեցի, որ Եվրոպայում որ ծիրան են վաճառում, գինը բավականին բարձր ու մինիմում պետքա 5 կիլո առնեն կամ 10 կիլո առնեն։ Ես լսեցի այդ TikTok-ում էր ոնց որ։ Բայց աշոտը հայտարարություն տեսել էր, որ կիլոն 13.50, չէ՞։ 13.50։ Ես նույն տեղը, որ մենք արեցինք։ Հա։ Հասել ենք։ Արև դուրս եկավ։ Պետքա լվացք միացնեմ, բարձրորն եմ ուզում լվանամ։ Իջնենք, տանը արդեն ցույց կտամ, ինչ եմ գնել հայկական խանութից։ Շատ լավ է, ընտիր, ապրես։ Շատ լավ է, ստոպ։ Մինչև գնացինք, եկանք, ես մեքենան եկել կանգնել է մեր տան դիմաց, բայց շնորհք է։ Առևտուրի իջացնենք։ Դուրսացկեմ աշուտ նորություններ բաներ է լսում, որ ձայնը չխանգարի, առևտուրը արագ միասին դատարկենք, ավագին գործեր ունեն, որ անցնել իմ գործերին։ Ես ամանով գիլաս վերցրինք, իսպանական գիլասա, հայկական չի։ Կիլոն արժեր 8 եվրո, համատած սուպերմարկետի գների հետ ավելի էժանա, որ սուպերմարկետում 12 եվրո էր, Հայաստանում 2 եվրո էր, են համով գիլասները։ Այսքանին 2 կիլոից պակաս է, 16 եվրո ենք վճարել։ Մի հատ ուրց վերցրի, լավ է մեծ ամանով է։ Ես Հայաստանի չէի բերել, հիմա Հայաստանում հենց ուրցը հավաքելու շրջան էր, կամ էլ արդեն ուշ էր, որտեղ աղջիկս ասեց, որ պետք է ուրց հավաքի, ուրեմն 2 տարի ուրցը կարելի է պահել, մինչև 28 ապրիլ պիտանելության ժամկետ ունի։ Մի հատ համեմ եմ վերցրել, համեմն արժեր 2 եվրո, ընդհանրապես էլ մյուս խանութներից 1.50-ով եմ առնում։ 2 հատ այս լավաշներից ենք վերցրել, ինչ որ միշտ առնում ենք, Հայաստանից լավաշ էինք բերել, մինչև հիմա ունենք, այս անգամ էլ ես ուղղակի 2 հատ վերցրի, կդնեմ սառցախցիկ, 2 հատ կեֆիր եմ վերցրել, լեհականա ոնց որ ես կեֆիրը, հա, լեհականա, քանիս էր, բայց չգիտեմ, բայց կարամ նայեմ ասել է, թե հետաքրքիր է, կեֆիրը լեհական արժի միլիտրը 2.20 եվրո, 2 հատ, այս ծկներից է վերցրել աշուտ է, ծխեցրած, այս արժեր 18 եվրո ոնց որ, կատնաշորը 2 հատ վերցրի, 15%-անոց, այս երշիկներա վերցրել աշոտը, ինչ որ երշիկ կար, որ շատ էր հավանում, ասում էր շատ համով է այնտեղից, որ առնում ենք, ռուսական երշիկ էր, բայց հիմա չկար, այս ուրիշ է, ռիժսկի սերվելատ։ Սև ու կարմիր պղպեղներ եմ վերցրել, սրանք արժեին 150 գրամը 3 եվրո։ Ես մինչև դեկտեմբերի վերջ, այս թվի դեկտեմբերա պիտանելության մեջ, այս մեկը երկար ավելի, մի ամիս ավել, մինչև հունվարը, 28 թվի։ Այս ինչ ձուկ է աշոտը վերցրել, սա երա Խաղովկյանոսի ձուկ է։ Երշիկայելի վերցրել աշոտը, ձիլավայա կալբասա, 2 հատ շելացին եմ վերցրել,
Այստեղ ունեին խորոված բանջարեղեն, սմբուկ լոլիկ բանա ոնց որ էսա։ Այս մեկն էլ Իմամ Բայաթի, եթե չեմ սխալվում, ձեթի մեջ է։ Աշոտը չի սիրում ձեթի մեջ, ասեց, բայց ես ինչքան հիշում էի, ես ձեթի մեջ է լինում էլի։ Ասեց էլա բեր մի հատ վերցնենք։ Իդեպ այս բանջարեղենը իրանց մոտ ակցիա էր տրված, շատ լիքը շարած էր, հենց այդ դիմացը 2 եվրո արժեր մի ամանը։ Ընդհանուր հայկական խանութում վճարեցինք 88 եվրո։ Ահա, հիմա տեղավորեմ, անցեմ իմ մնացած գործերին։